Հայաստանի Հանրապետության քաղաքացի եկեղեցականը Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի է, ունի ընտրելու, ընտրվելու իրավունք եւ օգտվում է բոլոր այն իրավունքներից եւ կարած ոչ միայն կարա պարտավոր է զբաղվելու քաղաքականությամբ եւ մենք այս օրին ենք ասել նրանից, որ եկեղեցին տասնամյակներով այդ քաղաքական դաշտում խաղացող չի եղել Այսինքն լուրջ կարծում եմ, որ աղանդավորները կարան պարլամենտում նստած լինեն եւ օրենքներ մշակեն ու անցկացնեն, իսկ հայ հոգեվորականը պարլամենտում չպիտի լինի ձայնի իրավունքով եւ միևնույն ժամանակ ազդի Հայաստանի Հանրապետությունում ընդունվող օրենքների վրա, այդ ոնց։ Ով է սահմանափակելու։ Սահմանադրությունը հստակ սահմանափակում է եւ արտմերժում է աշխարհիկ իշխանությունների եկեղեցական կյանքին միջամտելուն, բայց երբեք չի սահմանափակում այդ նույն սահմանադրությունը որևէ հոգեվորականի քաղաքականությամբ զբաղվելու գնահատականներ տալու օրվա իշխանությունների քաղաքական կուրսին եւ դե մասին ունենալու եւ բարձրաձայնելու այդ տեսակետը Ավելին, այո, նաեւ պահանջելու հրաժարականը քաղաքական իշխանության Եթե եկեղեցին հասկանում է ինչ է կատարվում, այստեղ անձի խնդիր չէ։ Եթե աղետ է կասեցնելու ճանապարհն է։ Ես ասում եմ եկեղեցին նույնիսկ պարտավոր է զբաղվելու քաղաքականությամբ։ Մեր նման որևէ երկրի եկեղեցի քաղաքականությամբ չի զբաղվում։ Իհարկե զբաղվում է։ Ամենակարևոր քաղաքական հարցերում, նույնիսկ աշխարհաքաղաքական հարցերում նրանք մասնակից են եւ նրանց ձայնը չափազանց կարևոր է։ Այո, եւ պետք է զբաղվել։